Բարև ձեզ հարգելի բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդումը։ Այս շարքը, որը վերաբերում է հանքային քարերին ի նպաստ առողջության, այսօր մենք խոսենք նեֆրիտի մասին։ Հարց եք տալիս, թե որտեղից կարելի է այդ քարերը ձեռք բերել, քարերը կարող եք ձեռք բերել, վաճառում են վերնիսաժում, վաճառում են տարբեր տեսակի խանութներում, որտեղ քարեր են վաճառում, հոլունքներ, կամ է այդպիսի խանութ բարեկամության վրա թելերի խանութներ, որտեղ վաճառում են տարբեր տեսակի եւ հոլունքներ եւ առանցին քարեր, բոլոր տեսակի այդ հանքային քարերը այդտեղ վաճառում են։ Կարող եք գնել, խնդիրներ չունեք ձեռք բերելու համար։ Նեֆրիտը կոչվում է նաեւ հասպիս։ Նեֆրիտը ունի կանաչ, լավագույնը համարվում է կանաչ գույնի նեֆրիտը։ Նեֆրիտը շատ օգտակար է որովայնի խոռոչի հիվանդությունների համար։ Որովայնի խոռոչի օրգանները, որոնցից են լյարդը, ենթաստամոքսային գեղձոստամոքսը, աղիները, միզապարկը, արգանդը եւ այլը, այդ հիվանդությունների համար շատ օգտակար հատկություններ ունեն։ Այն նաեւ կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի հիվանդությունների համար, հանգստացնում է նյարդային համակարգը, վերականգնում է հավասարակշռությունը, վանում է մտքերը, պատրանքները, նաև վերացնում է ինքնակնդատությունը։ Այլ կերպ ասած, այս քարը օգտակար է նևրոզով հիվանդների համար, հատկապես դեպրեսիայի շրջանում գտնվող հիվանդների համար։ Այն օգտակար է բրոնխիալ ասթմայի եւ սրտային հիվանդությունների, տարբեր տեսակի սրտային հիվանդությունների համար շատ օգտակար է։ Ասում են, որ նեֆրիտը վանում է նաև չար ոգիներին, օրգանիզմին, այսինքն մարդուն հեռու է պահում չար աչքից, չար լեզվից, եւ եթե կանայք, որոնք անպտուղ են, նեֆրիտը եթե ամրացնեն սեռական օրգանների շրջանում, ֆիքսեն ինչ-որ միտեղ մաշկի վրա, ապա կինը հղիանում է եւ ծննդաբերում է։ Հարգելի բարեկամներ, եթե նեֆրիտով ջուր թռմեք, այսինքն այդ քարերը լցնեք ջրի մեջ, մի 2 օր մնա եւ այդ ջուրը խմեք, ապա նա ամրացնում է մկալները, ոսկրերը, մաքրում է այրունը, ուժեղացնում է սեռական հավասարակշռությունը, սեռական պոտենցիան եւ մարդու գիտակցությունը ճիշտ ուղու վրա է լինում, այսինքն նա ազատվում է այդ անցանկալի մտքերից։ Այսքանը նեֆրիտի համար, հարգելի բարեկամներ, դրան գրված է, նորից եմ կրկնում իմ գրքերում, գրքերից մեկը դա բժշկարանն է, ներողություն եմ խնդրում, նեֆրիտը կարող է կրել զարդերի վրա, որպես ականջողեր, ապարանջան եւ պարանոցին, այդպես առանցին քարի կամ զարդի ձևով կարող է կրել, դա նշանակություն չունի, կարևորը որ ունենանք նեֆրիտը եւ նեֆրիտը կարևոր է նաեւ երեխաներին հեռու պահելու չար ուժերից, չար ոգիներից։ Ասեցին գիրքը բժշկարանը պարունակում է 90 տեսակ հիվանդություն, որտեղ հիվանդության նկարագիրը գրված է ընդարձակ, նրա բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ինչպես նաև ունի իր պատկերասրահը, գունավոր նկարները բույսերի, որոնք օգտագործված են այդ դեղատոմսերում, դա կգրված է 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն, ունի հետևը քառալեզու բառարան։ Մյուսը ալկամա գիրքն է, որ պարունակում է 170 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է համառոտակի եւ ընդարձակ գրված է բուժման մասին։ Գիրքը նույնպես ունի իր պատկերասրահը, նկարների տակ գրված են 3 լեզուներով, որոնք որ օգտագործում են դեղատոմսերում, հայերեն, ռուսերեն, լատիներեն, ունի իր քառալեզու բառարանը, բացի այդ 3 լեզվից, նաև անգլերեն լեզվով։ Գիրքը ունի
հավելված, որտեղ տրված են ժողովրդական բժշկության մյուս ձևերը, մյուս մեթոդներով բուժումները, որոնցից հիմա ես ձեզ ասում եմ այս հանքային քարերը ի նպաստ առողջության։ Մյուս գիրքը դա լեչեբնիկ ռուսերեն լեզվով գիրքն է, որը դասագիրք է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Եթե կունենաք հարցեր, կարող եք զանգահարել, գրել ձեր տպավորությունները, գրեք ձեր կարծիքները կամ ինչի մասին կուզենաք, որ բարձրաձայնենք, հարգելի բարեկամներ, տեղեկատվության եւ բուժման համար կարող եք դիմել Պուշկինի 38։ Ցտեսություն, առողջություն ձեզ։